Տիկնոջ է, ողակցին, սվետակրոջը, որ այսօր մեր մեջ են և ուրախությամբ համաձայնվեց Հովհաննես եղբայրս այսօր մեր հետ լինելու և Աստծո խոսքը մեզ մատակարարելու։ Դրա համար եկեք մեր սրտերը, մեր մտքերը, մեր ամբողջ էությունը տրամադրենք Աստծո ավետարական ճշմարտությունները լսելու։ Ամեն։ Ամեն։ Խնդրեմ Հովհաննես եղբայրս։ Տիրոջից անգամ ևս շնորհակալ եմ եւ ուրախ ենք, որ ես եւ կինս այսօր միասին ենք Տիրոջ ներկայության մեջ, միասին, որ դեր երկրպագենք, նրան ճաշտենք եւ այս ուրախությունը տեսանելի է, որ ինչպես եկած ենք Քրիստոսը բարավորելու, նրան երկրպագելու, նրանով ուրախանալու, նրանով ցնծալու եւ մենք ուրիշ ուղերձ չունենք, մեր միակ ուղերձը Քրիստոս է, մեր միակ պատգամը Հիսուս է, մեր ուրախությունը անուն ունի, այդպես չէ, մեր ուրախությունը այդպես վերացական բան չէ, հապա անսավորություն է, և այդ անսավորությունը մեր դեր ու փրկիչ Հիսուս Քրիստոս ինքն է։ Մենք այսօր խոսելու ենք Սուրբ Ծնության մասին, ինչպես մեր հովիվ եղբայրը ասեց, այս ամիս, ամեն կիրակիները, ուրեմն մենք խոսանք Տիրոջ մարմնացման մասին, որ Հիսուս երկինքը թողնելով աշխարհ եկավ, եւ նա նպատակով եկավ, եւ մենք գիտենք նպատակը ինչ է, մենք գիտենք նպատակը ինչ է, ինք եկավ, որպեսզի կորածը փնտրի եւ փրկի, սրա համար ինքը եկավ։ Ուրեմն, երբ մենք մտածում ենք Սուրբ Ծնության մասին, թե ինչ է նրա իմաստը, ինչի մասին է Սուրբ Ծնունդը, ինչի մասին է, միթե Սուրբ Ծնունդը ուտելու մասին է, խմելու մասին է, տոնակատարություններու մասին է, գիշերները մի քիչ ավելի ուշ քնելու մասին է, հիմա մենք հայերս սովոր ենք ուշ քնելու, բայց ավելի ուշ քնելու մասին է, Սուրբ Ծնունդը այցելությունների մասին է, բարեկամների հետ, հարազատների հետ, Սուրբ Ծնունդը գնումների մասին է, շոփինգի մասին է, գիտեմ, քույրերը սիրում են շոփինգը, մենք ալ տղամարդիկս սիրում ենք շոփինգ անելը, մի քիչ, այո, բայց միթե ծնունդը շոփինգի մասին է, այսինքն գլխավորապես, կամ հանգստանալու մասին է մի քանի օր, ինչու որտեղ ունենք որոշ տոնակատարություններ, ամանորը, հետո Սուրբ Ծնունդը, ուրեմն այդ բոլորը բարձրապես մեզ համար են, որ մի քիչ հանգստանանք, կամ նույնիսկ ճանապարհություն անենք այս շրջանում։ Այս բոլորը լավ բաներ կարան լինել եւ կարանք անել, բայց մենք գիտենք, որ Սուրբ Ծնունդի իմաստը գլխավորապես այս բաների մասին չէ։ Երբեք։ Հիշում եմ տարիներ առաջ դեկտեմբերի 2018-ին, ուրեմն առավոտուն Կանադայում էինք Դագավին այնատեն, մկտալից մտա, որ սուրճ վերցնեմ, առաջ որ եկեղեցի գնամ։ Եվ մի մարդ, որ իմ կողքից կանգնած էր, սկսեց խոսալ, պատմել այդ իրադարձություններու մասին, որ այն տարվա ընթացքում կատարվեց եւ այս իրադարձությունները ողբերգական իրադարձություններ էին, ոնց հոկեյի խումբը գար երիտասարդ եւ 16 հոգի մահացան, 13 հոգի վիրավորվեցան Կանադայում, ինչու որովհետեւ մեծ ուրեմն տրեկի հետ վթարի մատնվեցին, ճանապարհը սարույց էր, խաչմերգում հանդիպեցան եւ այդ մյուս վարորդը ինք չեր նայում ուշով եւ ականանցիկ մեռան։ Հետո ուրիշ ողբերգությունների մասին բանում, սա առավոտում գանուխ, ես խոսում եմ ժամը 7-ի ադենները, մենք Կանադայում այո առավոտում գանուխ գնում ենք աշխատանքի, 10-ից ետքը չէ, բայց հետո սկսավ պատմել այն անդարային հրթիռների մասին Կալիֆորնիայում, հետո ասեց, որ այդ բնակարանի մեջ 8 հոգի մեռան Շիկագոյում, Միացյալ Նահանգներում, ուր 6 հատը նույն բնակարանում երեխաներ էին, նույն ընտանիքից։ Հիմա ես իհարկե հարկանքով ուրեմն գարեկցապար լսեցի նրան
եւ անգե հետ կը մի քանի խոսք ասեցի նրան։ Ուզեցի ցույց տալ, որ այո, հասկանում եմ, ծանոթ եմ այս իրադարձությունների նկատմամբ։ Եվ ասեցի, բայց ծնունդը, ինչու որ ինքը սկսեց այս բոլորի մասին խոսել, գաբելով այս ծնունդի շրջանի տոնագադարությունների հետ, որ ինչու մենք անում ենք այս բոլորը եւ այսպիսի ողբերգություններ լինում են։ Ասեցի, այո, հասկանում եմ, բայց ասեցի ծնունդի իսկական ուղերձը, իսկական իմաստը այս բաները չեն։ Եվ մի քիչ խոսեցա նրա հետ, ասելով, որ այո, ասեցի, ծնունդի իմաստը Քրիստոս է։ Եթե ծնունդի այս շրջանում Քրիստոս չկա մեր հասկացողության մեջ, նույնիսկ եթե ողբերգություններ լինեն, դժվար բաներ լինեն, նեղություններ լինեն, աղետներ լինեն, ինչ որա լինի, եթե Հիսուս չկա մեր իմացության մեջ, հասկացողության մեջ, իմաստ չունի մեր բոլոր ըսածը։ Ուրեմն ինչի մասին է Սուրբ Ծնունդը։ Եվ այդ մարդը ինձ այսպես մի քիչ զարմացած նայեց, հետո նրան, ուրեմն երբ որ սուրճս վերցրեցի, ասեցի Merry Christmas, շնորհավոր Սուրբ Ծնունդ եւ գնացի։ Մենք ցանկանում ենք մեր ասկագիցներին հետ կիսվենք իմաստը Սուրբ Ծնունդի։ Եվ մեր Սուրբ Ծնունդի տոնագադարությունը միանշանակ է իմաստային առումով։ Քրիստոս, Հիսուս։ Ուրիշ անց չունենք ներկայացնելու, ուրիշ ուղերձ չունենք կիսվելու մարդկանց հետ։ Հիսուս է, ուրիշ բան չունենք ասելու նրանց։ Եթե Հիսուս գա մեր տոնագադարությունների մեջ ծնունդի առումով, Փառք Աստծո։ Եթե Հիսուս չգա ոչ մի բան, որ մենք կարանք մարդկանց հետ կիսվել, խոսալ, խրախուսել նրանց, երբ մանավանդ դժվարությունների մեջ են մարդիկ, հասկանում եք, մեզ մեր շատեր, եթե այսօր կիսվելու լինեինք, կարող ենք ասել, եղբայրներ քույրեր ջան, ինձ համար աղոթեցեք, որով ես այս դժվարությունը ունեմ, այս խնդիրը ունեմ։ Հասկանում ենք, մենք ալ մեջից անցած ենք եւ անցում ենք տակավին եւ կանցնենք տակավին։ Տիրոջ կամքի համաձայն։ Տերը մեզ երբեք չի խոստացած, որ եթե քրիստոնյա ես, ամեն բան լավ կլինի այդ։ Չկա այդպես բան այս կյանքում։ Հակառակը, Աստծո մեզ ասում է, որ եթե քրիստոնյա ենք, նեղություններ կգրենք։ Եթե քրիստոնյա ենք, դժվարություններ կունենանք։ Սախողություններ կարելի է լինեն, ինչու որտեղ ընկած աշխարհի մեջ ապրում ենք, մեղավոր աշխարհի մեջ ենք, բայց ունենք հույս, անթարամ հույս, հավիտենական հույս, անփոփոխ հույս, հույս, որ չի կարող փոխվել, հույս, որ կայուն է, հաստատ է, եւ մեզ այս հույսը մղում է շարունակել առաջ գնալ, առանց որ մենք հուսահատենք, ասենք, որ հա բայց իմ կյանքս այսպես ստացված է նախկինում։ Հա կարող է որ մեր կյանքերը նախկինում Անքան ոնց որ խենթանալի կյանքեր չեն ունեցած, ոչ ալ աբակային կարող ենք ունենալ դժվարությունների առումով, նեղությունների առումով, հիվանդությունների առումով, ցախողությունների առումով, բայց Հիսուս ունենք։ Եթե Հիսուս ունենք, եթե Հիսուս ունես այս առավոտ հավատքով, որ ապրում է այս առավոտ քո մեջ, ունես դու ամեն բան։ Հավիտենական կյանքի Տիրոջ շնորհիվ, միայն Տիրոջը պատրաստ ես դիմակրավելու ամեն դժվարությունները։ Մենք աշխարհի նման հույս չենք տալիս միմյանց։ Աշխարհը ասում է դու հավատա քո մեջդ։ Believe in yourself։ Ինչ ասել է հավատա դու քեզ։ Դու քեզ հավատալով ինչ կարող ես փոխել։ Բայց եթե դու հավատաս կյանքի աղբյուրին, Քրիստոսի, որ ինքն է Սուրբ Ծնունդի միակ իմաստը, եւ նրա ծնունդով ինք ամեն մեկենից յուրաքանչյուրիս մեզ հույս բերեց, գենթանի հույս, անթարամ հույս, հավիտենական հույս։ Դու ունես այս հույսը, եթե ունես այս հույսը, կարող ես անգամ ևս այս տարի Սուրբ Ծննդյան առիթով այդ տոնարագադարությունը անել, սրտանց, ուրախությամբ եւ ուրիշներու հետ ակիսվել ասելով, որ մենք խավարի մեջ էինք, բայց լույսը Տիրոջի ծագեց։ Եվ հիմա կարող ենք ասել Փառք Տիրոջ եւ այս լույսը մեր հարազատների, բարեկամների, մեր ասկագիցների հետ անգամ եւս կիսվել։ Մեծ հնարավորություն է։ Ամեն հայ այս ատեն ոնց որ նրանք ավելի ուշադրություն դարձնում են այս տոնագադարություններու ընթացքում Սուրբ Ծննդյան թեմային։ Եվ մեր առիթն է սա, որ ավելի Հիսուսի մասին խոսանք, երբ նրանց սրտերը ավելի կագուղ են, պատրաստ են մտիկ անելու։ Ուրեմն Քրիստոս եթե ունես քո մեջը, եթե նա է
այդ պունչը հավիտենական կյանքի, որ Մսուրում ծնվեց գրեթե 2000 տարիներ առաջ եւ ավելի։ Եթե ունես այդ Հիսուսը, դու ամեն բան ունես։ Դու ամենահարուստն ես, ամենափախտավորն ես սա ասելով։ Ուրեմն, եթե Հիսուս ունես, քայլիր նրանով, նրա խոսքի համաձայն, ապրիր իր կամքի համաձայն, եւ թող ինքն քեզ առաջնորդի, ոնց որ ուզե, որովհետեւ դու պարավորես նրան քո կյանքով։ Ուրեմն, ինչի մասին է սուրբ ծնունդը։ Այսօր նայում ենք Մատթեոս 2:1-12 հատվածը, որ մեզ համար շատ ծանոթ հատված է։ Մոգերի այդ պատմությունը։ Ինչի մասին է սուրբ ծնունդը։ Ուրեմն, եթե հաջորդ սլայդը նայենք, մենք կարող ենք տեսնել 5 կորզնական դաս, որ կարող ենք սովորել մոգերից։ Այսինքն մի խոսքով, ինչ դասեր, ինչ ճշմարտություններ կարող ենք նրանցից քաղել։ Դիմեք, նայեցեք առաջին երկու համարները։ Սուրբ ծնունդը Հիսուսին փնտրելու մասին է։ Սուրբ ծնունդը Հիսուսին փնտրելու մասին է, այսինքն հիմնականում նրանով սպառված լինելու մասին է։ Այսօր մենք երբ սուրբ ծնունդը դիմակայում ենք, մի քանի շաբաթից արդեն սուրբ ծնունդ պիտի տոնենք։ Ինչով սպառենք։ Հա սպառենք պատրաստվելով, ջաշեր ունենք մեր առջև, հագուստներ կա պետք է, չգիտեմ, քնենք, հագվենք, կամ հյուրասիրենք մարդկանց, կամ այցելություններ անենք, այո եկեղեցվո այդ բոլոր, ասենք, իրադարձությունները, որ ունենք պաշտամունքային, բայց ինչի մասին է սուրբ ծնունդը։ Թիվ 1 Հիսուսը փնտրելու մասին է սուրբ ծնունդը։ Սուրբ ծնունդը Հիսուսին փնտրելու մասին է։ Ծնունդի իմաստը այստեղ է սկսվում։ Առաջին համար, երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում, Հերովդեսի թագավորության օրոք, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ, արևելք ասելով, այն ատենվա, Բաբելոնը, Պարսկաստանը, այն գոմերից։ Մոգեր եկան, նայեցեք, չի ասում 3 մոգեր, հետո կանդրադառնանք նրա վրայով մի քիչ, բայց մոգեր եկան, Երուսաղեմ եկան, կարևոր է սա հիշելը, Երուսաղեմ եկան եւ ասացին, որտեղ է հրեաների նոր ծնած թագավորը, որովհետեւ նրա աստղը տեսան արևելքում ու եկան նրան երկրպագելու, ավելի երկրպագության վրա անդրադառնանք մի քիչ հետքը։ Նրանք եկան, հասկանալով, որ հրեաների նոր ծնված թագավորը կա, որովհետեւ նրա աստղը տեսան արևելքում։ Նրանք փնտրում էին Քրիստոսի այդ մանուկին, Հիսուսի, որ ասում է որտեղ է, սպառված էին Հիսուսով։ Հիմա այստեղ, նայեցեք, մենք սովորաբար, եթե նկատի առած ենք եւ կարծում եմ, որ մեծամասնությունից այո պետք է նկատի առած լինի, այդ սովորական նկարները, որ տեսնում ենք, որ 3 մոգերը եկած են Մարիամի, Հովսեփի եւ Հիսուս մանուկին, որ ինք այնատեն դագավին այդ ախորի մսուրում էր այդ վաղտում, այդպես չէ, սուկրային բամությունը այդպես չէ, ինչու, որովհետև պիտի տեսնանք, որ այստեղի նկարագրված իրադարձությունների համաձայն Հիսուս արդեն առնվազն քանի ամսվա ծնած էր, եթե ոչ կարող էր մինչև գրեթե 2 տարեկան լինել։ Եվ մի քիչ հետ կտեսնանք, որ Հիսուս արդեն ախորի այդ մսուրում չէ։ Ուրեմն այդ բոլոր նկարները, որ տեսնում ենք, սուկրային չեն, բայց հասկանում ենք, եւ պատճառը կա ինչու իհարկե 3 հատ մոգեր նկարագրված են սովորաբար, եւ սրա մասին մի քիչ կխոսանք։ Բեթլեհեմ եկան, եւ Բեթլեհեմ ուր էր, գրեթե 6 մղոն հարավը Երուսաղեմի։ Նայեցեք, այստեղ սկիզբը ինչ ասում է, նրանք եկան Հերովդես թագավորին օրոք, այս մոգերը եկան ուր, առաջին համար, Երուսաղեմ։ Միանգամից չգնացին Բեթլեհեմ, աստղը առաջնորդեց նրանց արևելքից վերավ մինչև Երուսաղեմ։ Եվ մի քիչ հետո աստղը էլի ինքը երևում է մեր պատմությունում։ Բայց այստեղ նրանք հարց տվեցին, նրանք փնտրում էին, սպառված էին գիտնալու համար թե Հիսուս ուր է։ Եվ այո, մի քիչ հետո տեսնում ենք, որ նրանք պիտի գնան Բեթլեհեմ։ Երուսաղեմ եկան, սա գրեթե 6 մղոն իհարկե,
ավելի հյուսիսն էր Բեթլեհեմի, որ Բեթլեհեմը ավելի 6 մղոն հարավն էր Երուսաղեմի։ Եվ հիմա որ ասում է Հերովդես, խոսքը վերաբերում է Հերովդես մեծին, որ ղեկավարել է մեր թվարկությունից առաջ, այսինքն Քրիստոսից առաջ 37 թվից մինչև 4 թիվը։ Եվ ինք մահացավ 4 թվին։ Նրա համար է, որ մենք հավատում ենք, ավելի ճիշտ ասելով աստվածապանները, նրանք ասում են, որ Հիսուս ծնվեց 6-ից 4 թվականների միջև մեր թվարկությունից առաջ։ Եվ ինք այս մեծ Հերովդեսը կամ Հերովդես թագավորը Եդոմացի էր, Եսավի սերունդից էր, եւ ինք օրինական թագավորը չէր, որ ինք Դավթի սերունդից չէր։ Եվ ինք անողոք եւ խորամանկ մարդ էր, եւ սիրում էր ջոխություն, եւ շքեղ շինարարական նախագծեր, եւ նրա ամենահայտնի նախագիծը ո՞րն էր։ Երուսաղեմի տաճարի, այո, վերակառուցումը։ Եվ այո, այս վերակառուցումը տաճարի, Սողոմոնի այդ տաճարի վերջիվերջո ամբողջացվեց նրա մահից հետո, որը բավական տարիներ վերցեց այդ աշխատանքը կատարվել։ Համապատասխանաբար, ուրեմն ինչպես ասենք, աստվածապաններ կարծում են, որ Քրիստոս ծնվել է այդ 6-ից եւ 4-ի միջև մեր թվարկությունից առաջ։ Այդ հատվածում, այդ ժամանակահատվածում, ինչու որովհետեւ մենք գիտենք Մատթեոս 2:16-ում, ինչպես Հերովդես ինք նրա կողմից երեխաներու այդ սպանության հրամանը տվեց։ Պետք է որ այդ արարքը լիներ այդ տարիներին 4-ից առաջ, 4 թվից առաջ։ Եվ հետո մենք գիտենք 2:19 Մատթեոսում կարդում ենք, որ ինք մահացավ եւ նրանից հետ անշուշտ Հովսեփ իր ընտանիքը վերադարձրեց Իսրայել Եգիպտոսից։ Մոկերի տիպը դրված չէ։ Հիմա ավանդական այդ կարծիքը, որ 3-ն է եղել, բխում է նրանց բերած նվերների քանակից։ Ինչու որովհետեւ մենք մի քիչ կարդում ենք 3 տեսակի նվերներ բերեցին, հա։ Նրա համար 3 ներկայացնում են, բայց ոչ։ Մենք որևէ մի թիվ չունենք, համար չունենք, որ քանի օկով նրանք եկան։ Սրանք նաև թագավորներ չէին, մոգեր էին։ Այսինքն կախարդներ, կամ աստղագուշակներ, եւ հնարավոր էր, որ ինչպես ասենք Բաբելոնից, Բաշկաստանից, այն գոմերից եկած էին, նրանք կարող է զրադաշտական իմաստուններ լինեին, որ քահանայական եւ քաղաքական մարդիկ էին։ Թագավորներ չէին, բայց։ Եվ մենք նրանց մասին արդեն իսկ դերակատարություն ունենք Դանիելի 5:11-ում, ուր մենք կարդում ենք, որ այդ մարդիկը Դանիելի օրով ժամանակակից էին եւ տեղյակ էին Ազող խոսքի սուրբ գրությունների նկատմամբ։ Եվ մոգերը հավանաբար մեծ թվով սպասավորներ ունեին եւ բահակներ ունեին նրանց հետ, երբ նրանք ճանապարհորդեցին այդ երկար ճամփան արևելքից եկան մինչև Երուսաղեմ։ Այդ ճանապարհը գրեթե 1300 կիլոմետրի պես բան էր։ Եվ եթե օրական նրանք 30-35 կիլոմետրի պես բանը ճանապարհություն անեին, մոտարապես 40 օր կվերցներ առնվազն, մինչև որ հասնեին Երուսաղեմ։ Բայց նրանց համար նայեցեք, ինչը կարևոր էր, որ նրանք այդ հերու տեղից, հերվից եկան տեսնելու Հիսուսը։ Նրանք փնտրեցին Հիսուսին եւ նրանց միակ նպատակն էր, ցանկությունն էր, որ տեսնան Հիսուսը։ Քննեն նրան, փնտրելով իհարկե։ Եվ նրանք եկան, ինչպես երկրորդ համարում գարտացինք, ասում է այստեղ երկրորդ համարում, որ ասացին, այսինքն ավելի ճիշտը ասելով այդ ներկա եղանակի, այդ շարունակական գործողության գաղափարը փոխանցում է, ասելով, որ իրենք երբ գալիս էին Երուսաղեմ, ամեն ոք հարցնում էին, ամեն տեղ որ գանգնեցան հարցրեցին, շարունակապար հարցրեցին, որպեսզի իմանան ուր ծնած է այդ թագավորը։ Եվ հիմա կտեսնենք ոնց նրանք արդեն իսկ այդ Հերովդես թագավորի ներկայության մեջ կլինեն եւ նրա հետ զրույց կունենան։ Աստղը տեսանք, ասեցին, նրա աստղը։ Այս աստղը բարձ մի աստղ չէ, ինչպես էլի ասենք նկարներում տեսնում ենք։ Սա շատ հավանական է կերպնական իրականություն էր։ Աստծո կողմից։ Մի խոսքով այդ աստղը ցուցաբերեց Տիրոջ փառքը։ Չի կարելի որ ֆիզիկական աստղ լիներ, ինչու որովհետև մի քիչ հետ կտեսնում ենք, որ այդ աստղը էլի երևում է։ Սկիզբը կար,
նրանց բերեց մինչև Երուսաղեմ, եւ հետո Սուրբ Գիրքը ասում է, այդ ասխը էլի երևաց, մինչև տարավ գանգնեց, այնտեղը գանգնեց, ուր Հիսուս մանուկը էր։ Այսինքն հնարավոր չի մի ասխը այնպիսի բարձրության քեզ գանգնի եւ քեզ ցուցաբերի, որ այստեղը այդ մանուկը կա։ Ուրեմն սա ոնց որ գերբնական երևույթ մներ։ Ասխը տեսանք նրան եւ ինչ ասում է, եկանք նրան երկրպագելու։ Մոկերը նրանք ովևէ հոգնություն, ովևէ չարչարանք, ասին նրանց համար խնդիր չէր, աչք արեցին, ասեցին մեզ համար ինչն է կարևորը, Հիսուսը փնտրելը եւ գտնելը։ Նրա համար ասում ենք, առաջին դասը, որ սովորում ենք նրանցից, Սուրբ Ծնունդը Հիսուսը փնտրելու մասին է, նրանով սպառվելու մասին է, առաջնագարկորեն։ Եթե Հիսուս չգա մեր տոնակատարությունների մեջ Սուրբ Ծնունդում, իմաստ չունի մեր տոնակատարությունը Սուրբ Ծնունդի առումով։ Եթե Հիսուս կա, մոգերի նման մենք անում ենք, որ մեր ցանկությունը ավելի ճանչնանք նրան, ավելի փնտրենք նրան, ավելի նրան հասկանալու կանք։ Ինչու Հիսուս եկավ աշխարհ։ Պետք ուներ ինքը աշխարհ կա։ Պետք ուներ։ Մեզի համար եկավ։ Հիմա այո, Տիրոջ կամքի համար այդ առումով գարանք ասել պետք ուներ, բայց եթե մենք մեղ չկործեինք մարդկային դիտանկյունից, պետք չուներ գալու այդ առումով։ Այո, զոհավիտենական որոշումի համաձայն, այո, պիտի կար։ Ուրեմն դիմեք Սուրբ Ծնունդը Հիսուսին փնտրելու, որոնելու, նրանով սպառված լինելու մասին է։ Ուրեմն հարցը հետևյալն է, բարձ կիրառական հարցը, միթե մենք այդպես անում ենք։ Մենք մեր սրտերը քննենք։ Միթե մենք ճշմարտապես Հիսուսը փնտրում ենք։ Ո՞նց կարաս Հիսուսը փնտրել։ Եթե պիտի Երուսաղեմ գնաս, Բեթլեհեմ գնաս, ոչ։ Բեթլեհեմ գարաս գա, եւ նրա մասին ավելի սովորել, դան մեջ քո Սուրբ Գիրքը գարտալ, որ ավելի Տերը ճանչնաս եւ այլն։ Թիվ 2, նայեցեք 3-ից 6 համարները։ Սուրբ Ծնունդը հասկանալու մասին է, թե ով է Հիսուսը ըստ Սուրբ գրությունների։ Ով է Հիսուսը ըստ Սուրբ գրությունների։ Հիմա հասկացանք Հիսուսը փնտրելու յետևեն էին, ինչու որ ասխը նրանց ցուցաբերեց եւ նրանք իհարկե այս մոգերը ուսումնասիրած էին ազոխոսք, ինչպես նայեցանք Դանիելի օրով արդեն նկատի ունեին, որ հրյաների թագավորը գծնի օրը եւ երբ այդ ասխը երևաց, նրանք այդ ներքին մղում ունեցան մինչև Երուսաղեմ գալու ասխին հետևելով, բայց միայն փնտրելով չվերջացան։ Սրա հետ կապ ունի, որ նրանք փնտրում էին Հիսուսը, նպատակն էր, որ հասկանան թե ով է նա ըստ Սուրբ Գրքի, ըստ Սուրբ գրությունների։ Եթե մեր հասկացողությունը Հիսուսի վրայով, այդ փոքր ոնց որ առանց պաշտպանության մանուկը մսուրի մեջ, եթե հայրը մայրը չլինի, ինքը ոչ մի բան չի կարող անել, եթե միայն սա է, որ մենք գալիս ենք նրա ճագերդյալ ներկայության, չգիտեմ, աղոթման ենք, մոմ վարենք եւ այլն, եթե միայն սա է մեր հասկացողությունը Հիսուսի վրայով, սա Սուրբ գրության համաձայն չէ։ Սուրբ գրության համաձայն Քրիստոս ինքը ամեն բան է, ինքը տերերու տերն է, թագավորներու թագավորն է։ Բարձրապես որ որոշ ժամանակ ինք երեխա եղավ, ծնավ իբր մանուկ, մեծացավ եւ այլ, սա չի նշանակում, որ սա է Հիսուսի բնույթը։ Մենք գիտենք ինք ով է, հավիտենական Աստված, թագավորների թագավորն է, բայց կարևոր է հասկանալ Սուրբ Ծնունդի իմաստը ըստ Սուրբ գրությունների համաձայն։ Նայեցեք ինչ ասում է 3-րդ համարում։ Երբ Հերովդես թագավորը լսեց, վրդովվեց եւ նրա հետ ամբողջ Երուսաղեմը, հիմա ամբողջ Երուսաղեմը հատկապես սա հղում է Երուսաղեմի առաջնորդության։ Եվ հոս ասում է, որ ինք վրդովվեց եւ ամբողջ Երուսաղեմը նրա առաջնորդներից սկսյալ։ Ինչու համար վրդովվեցին։ Երկու հնարավոր պատճառներ կան։ Թիմեք մոկերը նրանք կարող է որ կարծեցին, որ ուղարկված էին իբր հետախույզներ, որբեսի նրանք կան արևելքից, որբեսի նոր
հրյա տակավորը տակատրեն։ Նրանց կողմից իհարկե, նրանց կողմից։ Եվ թիվ 2 շատ ավելի հավանական է, որովհետև ժողովուրդը նրան Հերովտեսի այդ առաջնորդներն էլ գիտեին այս մարդու բնույթը, որ ինք դաժան մարդ էր, նրանք գիտեին, որ ինչ տեսակի հագաստեցություն կարող ունենալ այդ Հերովտեսը։ Եթե այդպեսի իրադարձությունը պատահի, նոր թագավորը, ինչ ասել է նոր թագավոր։ Հերովտես երբ լսեց վրդովեց, նրա հետ ամբողջ Երուսաղեմը, նա իր մոտ հավաքելով բոլոր քահանայապետերին եւ ժողովրդի դպիրներին հարցրեց, թե որտեղ էր ծնվելու Քրիստոսը։ Հիմա քահանայապետները սրանք էին դաջարի հիերարխան, այդ հիերարխան, որ ասենք թե իրենք սատուկեցիները, դաջարի այդ hierarchy։ Եվ հետո դպիրները հիմնականում փարիսեցիներից։ Այսինքն հրեական օրենքի այդ իշխանությունները նրանք պատասխանեցին Հրեաստանի Բեթլեհեմում, նայեցեք, նրանք ասացին Հրեաստանի Բեթլեհեմում, որովհետև Մարգարեի կողմից այսպես է գրված, եւ դու Բեթլեհեմ Հուդայի երգիր բնավ ամենափոքրը չես Հուդայի իշխանների մեջ, քանի որ քեզանից իշխան պիտի ելնի, որը հովվելու է իմ ժողովրդին Իսրայելին։ Իհարկե մարգարեությունը գիտենք, Հումը 8-րդ տարու Միքիա մարգարեությունից գալիս է 5:2 եւ դու ո Բեթլեհեմ Եփրաթա փոքր ես Հուդայի հազարավորների մեջ, սակայն քեզանից պիտի դուրս գա ինձ համար նա որ իշխան լինի Իսրայելին։ Եվ նրա ելքը վաղուց հավիտենական օրերից է, ինք ասված է որովհետեւ։ Ուրեմն տեսակ ինչպես այդ դպիրները, քահանայապետները նրանք պատասխանեցին։ Ասեցին ըստ Աստծո խոսքին, ըստ Սուրբ Գրություններուն նա պիտի ծնվի ուր։ Բեթլեհեմ։ Ուրեմն կարևոր է որ մենք իմանանք թե Հիսուս ով է ըստ Սուրբ Գրությունների։ Իր ով լինելը։ Ինք ուրգից գալիս է, երկնքից գալիս է։ Ինք հավիտենական է, այդ բաները արդեն Միքիա 5:2-ում արդեն հստակ եղած է։ Կարևոր է գիտնալ Հիսուս ով է, եւ երբ մենք գիտնանք Հիսուս ով է, այն ադեն կարող ենք արժեքավորել ծնունդի իմաստը։ Առանց հասկանալու Հիսուսի ճշմարիտ իսկական էությունը, բնույթը, նրա գործը, նպատակը ինչու մարմնացավ։ Կարևոր է գիտնանք այդ բոլորը, որպես արժեքավորենք, ոչ թե միայն որ հասկանանք, որ մենք պետք է նրա փնտրենք, հապա հասկանանք, որ պետք է փնտրենք ըստ Սուրբ Գրությունների համաձայն։ Եվ եբրայեցի այդ գիտունները Հիսուսի օրովալ գիտեին եւ ակնկալում էին, որ Մեսիան օձյալը գծնի Բեթլեհեմ եւ նրա ծննդավայրը կլինի Բեթլեհեմում։ Զորօրինակ Հովանես 7:42-ում այսպես ասում է. Չէ որ գիրքն ասում է Քրիստոսը գալու է Դավթի սերունդից ու Բեթլեհեմ գյուղից, որտեղից Դավիթն էր։ Այսինքն նույնիսկ Հիսուսի օրով արդեն գիտեին։ Ինչու որտեղ հրյա աստվածաբանները ասենք, գիտունները, նրանք արդեն այդպես սովորեցնում էին ժողովրդին։ Այո, ամեն ոք չի ճանաչում Հիսուս Քրիստոսի ինչպես որ Աստծո խոսքը ասում է, եւ նրա համար է, որ մեր ջանքը պետք է լինի, որ մարդկանց սովորեցնենք, որ Հիսուս ով է, ինչու եկավ աշխարհ։ Եթե միայն այդ փոքր անվնաս մանուկի մասին խոսենք, ինչ է տարբերությունը։ Բայց երբ ասենք, որ ինքը թագավորն է, տերերի տերն է, մենք գիտենք, որ այս մանուկը անվնաս չէ։ Վերջի վերջո, եթե դու նրանը չես հավատով, նա քեզ կվնասի, հավիտենապես կվնասի, դու ուզում ես հավիտենապես վնասվել, եթե ինք ճշմարտապես նա է, ինչ որ ասում է, որ ինք ճշմարիտ տերն է, Աստվածն է, որ մարմնացավ, մեր մեջ եկավ, որպեսզի մենք կարողանանք նրա կյանքով եւ մահով կյանք ունենալ հավիտենապես։ Բայց դժբախտաբար մարդիկ չեն հասկանում այսօր Քրիստոսի ծննդյան նպատակը, ինչու որովհետև Սուրբ Գիրքը չեն ուսումնասիրում։ Զորօրինակ, մի օրինակ մտանք ժամանակին
հերոստացույցի հարցազրույց վարողը Ճապոնում մեկումը գանգնեցրեց երիտասարդ գնոջը եւ հետեւյալ հարցը տվեց ասելով ինչ է Քրիստոսի ծնունդի իմաստը ինչ է հիմա ծնունդ բառը չօգտագործեց Christmas բառը օգտագործեց Christmas բառը օգտագործելով ամեն մարդ չգիտեր ինչ ասել է մենք հայերս հասկանում ենք Քրիստոսի ծնունդ ասենք ծնունդը տարբեր է ծնունդ բայց Christmas ինչ է Christmas ինչ ասել է Christmas եւ այդ գինը բամությունը ասում է մի քիչ ժպտալով մի քիչ մտորելով պատասխան տվեց եւ նրա ասեց չգիտեմ ասեց բայց միթե նա այն օրն է երբ Հիսուս մահացավ իհարկե մենք ծիծաղում ենք որովհետեւ նրանք չեն հասկանում եւ մարդիկ Christmas ասում են աշխարհում ոչ Հայաստան ծնունդը հասկանալի է եւ նրանք չեն հասկանում այդ բարձ ճշմարտությունը Քրիստոսի ծննդի վրայով որ Սուրբ Գրքում շատ հստակորեն ներկայացված է եւ կարեւոր է մենք իբր ավադացյալներ չլինենք անհավատ ասենք այդ գրոնական ասենք սատուգեցիների, փարիսեցիների, դբիրների նման որոնք Սուրբ Գրքերը նույնիսկ գիտեին որ ուր պիտի ծնվեր Քրիստոս բայց իմաստը չարժեքավորեցին եւ չարեցին ինչ որ մոկերը արեցին բնդրելով սրտանց մաքուր դրդապատճառներով իհարկե Սուրբ Գրքի համաձայն անկայն չանք տապելով իրենք եկան արևելքից մինչև Երուսաղեմ հետո գնացին մինչև Բեթլեհեմ ինչպես կտեսնենք ուրեմն Սուրբ ծնունդը հասկանալու ընդունելու մասին է թե ով է Հիսուսը ըստ Սուրբ Գրությունների Թիվ 3 Սուրբ ծնունդը Հիսուսի ներկայության համար ուրախանալու մասին է Սուրբ ծնունդը Հիսուսի ներկայության համար ուրախանալու մասին է Բայց ճշմարտություն է էլի որ կարան քաղել այս տեքստից հիմա որ նրանք հասկացան որ Հիսուս ազող խոսքի համաձայն ուր պիտի ծնվեր նրանք ուրախացան շատ բարձ է այդ ժամանակ 7-րդ համար Հերովդեսը գաղտնի կանչելով մոգերին նրանցից ճշտեց ասխի երևալու ժամանակը ապա նրանց Բեթլեհեմ ուղարկելով ասաց գնացեք ստույգ տեղեկացեք երեխայի մասին եւ երբ գտնեք հայտնեք ինձ որովհետեւ ես էլ գամ երկրպագեմ նրան հիմա մենք հավատում ենք նրա ասածը ոչ որ մենք գիտենք արդեն իսկ 13-ից 18 համարներում ինք արեց ինչ որ նա ցանկացավ մենք իհարկե գարտում ենք զորնակ Մատթեոսի 2:16-ում այդ ժամանակ Հերովդեսը դեսնելով որ մոկերից խաբվել է ինչու որ մոկերը 13-րդ համարում կտեսնանք որ նրանք երազում Տիրոջ կողմից նրանց հայտնվեց որ չգնան նույն ճամփով ուրիշ ճամփով գնան եւ Հերովդեսը տեսավ որ մոկերը խաբեցին նրան խիստ սայրացավ նա մարդ ուղարկեց կոդորելու Բեթլեհեմում եւ նրա սահմաններում գտնվող 2 տարեկան ու ավելի փոքր բոլոր երեխաներին այդպեսով ինք ապահովագրեց որ ոչ մի երեխա 2 տարեկան եւ վար ողջ չմնա ինչու որ ինք այդ ժամանակակցության համաձայն ինք գիտեր որ Հիսուս չի կարելի 2 տարեկանից ավելի լինի նրա համար է որ ասեցինք ինք նորածին չէր առնվազն քանի ամսական էր եթե ոչ 2 տարեկանի նույնիսկ մոտ եւ ինք այդ բոլոր երեխաներին սպանեց ըստ այն ժամանակի որ ճշտել էր մոկերից այո ինք ուրախ չէր բայց մոկերը ուրախ էին ինչու ուղից գիտենք սնայեցեք 9-րդ համար նրանք թագավորին լսելուց հետո գնացին եւ ահա այն ասխը որ տեսել էին արևելքում առաջնորդեց նրանց էլի ասխը երևում է հիմա մինչև որ եկավ եւ գանեց այն տեղի վրա որտեղ երեխան էր ճիշտ այն տեղը եւ երբ նրանք այն ասխը տեսան ասում ազոխոսքը շատ ուրախացան ինչու որովհետեւ նրանք հասկացան որ կդան խոստացյալ օձյալ թագավորը Տերը ըստ Սուրբ Գրությունների համաձայն այն Սուրբ Գրությունները որ նրանք ուսումնասիրում էին որ նրանց բերեց արևելքից մինչև Երուսաղեմ եւ հետո Բեթլեհեմ արդեն իսկ նրանց նպատակը իրագործվեց կատարվեց նրանք եկան մինչև Իսրայել գտան այդ երեխան նրանք ուրախացան Հիսուսի ներկայությամբ եւ Սուրբ ծնունդը նա է բարձ դաս է սա բարձ ճշմարտություն է սա սիրելիներ որ մենք երբ Սուրբ ծնունդ նորագադարում ենք
Ինչով ուրախանում ենք։ Երեխաները այո, նվերներով, իհարկե, մենք այդպես էինք փոքրատեն, մենք շատ չէինք հասկանում Սուրբ Ծնունդի իմաստը, բայց հիմա մենք գիտենք ինչա։ Հիսուս է մեր ուրախության այդ հիմնական թեման։ Ոչ թե նվերները, իհարկե, ես ասիրում եմ, եթե մեկը ինձ նվեր բերի, չեմ ասում, որ նվեր բերեք ինձ խնդրում եմ, սխալ մի հասկանամ։ Սխալ չէ իրար նվեր տալը, ինչու մենք այդ սովորությունը մշակած ենք ուրգից, մոկերից, չէ, որ բերեցին նվեր Քրիստոսի։ Ուրախանում ենք, բայց ամենակարևորն է, որ ուրախանանք Քրիստոսի ներկայությամբ։ Նրանք ուրախացան, Հիսուսի ներկայության համար ուրախացան։ Մենք նույնը պետք է անենք։ Մենք նույնը պետք է անենք։ Միթե դու ուրախանում ես, որ Հիսուսի ներկայությունը ունես արդեն իսկ իբր հավատացյալ։ Մի բան մոռանանք, ոչ տակավին հավատացյալները։ Միթե Հիսուսի ներկայությամբ ուրախանում ես, կարող է ադեն ներկա, որ ես ու դու կանգադենք։ Ես չկա, ես հնարավոր չի, ես չի լինում, ես չստացվում, փող չկա, առողջություն չկա։ Հասկանում ենք, այդ փորձությունը ամեն մեկերին սա կարանք ունենան, բայց երբ մեր մտքերը վերահիշեն, մեր մտքերը մենք թարմացնենք Աստծո խոսքի հասկացողությամբ, որ եթե Հիսուս ունենք, վերջի վերջո ինչա գործընծնենք, խնդիր չէ։ Ես այդպես եմ, կինս այնտեղ է, նստած է, ատեն ներկա, որ բանը գործընծնեմ կարող է, մի քիչ նեղվեմ, անցած շաբաթ Վրաստան գնացինք, և այնտեղը գրեթե $300 AirPod Pro գործընծիկ, մեկը կողացավ, ադի խնդիր չէ, բայց մի քիչ նեղվեց, այդ ասեցի, ինչ է որ ադիք, ուրիշ բաներ կա, որ մարդիկ գործնում են, և ավելի դժվար է նրանց համար, ադի ինչ է, կարևորը Հիսուս ունենք, ինքը մեր երաշխիքն է, օրդյալ երաշխիք ինչու երգում ենք, Հիսուս մեր երաշխիքն է, եթե Հիսուս ունենք, ամեն բան ունենք, վերջի վերջո, այսօր գանք, ես այս շաբաթ մտածում էի, որ ասեցի քան տարի, պիտի նոր 35 լինեմ, առավել 20, ասեցի, արդեն 55 տարեկան լինում, 55 տարի, ինչ ասել է, գիտես, արդեն մի խոսքով կյանքիս գեզը չէ, գեզից շատ ավելի անցած է, բայց ավելի ակնկալույց սպասում եմ այն օրվան, որ Տիրոջս հետ կլինեմ, այո դակավին ուզում եմ այստեղ մնալ, այո դակավին ուզում եմ ընտանիքիս հետ, հարազատներիս հետ, եղբայրքույրերիս հետ, Աստծո ծառայության մեջ լինել, Պողոս Արաքյալի պես, դակավին պատրաստ չէ ինքը ասես, ես այդպես զգում եմ, բայց դերը գիտես հա, բայց որքան ավելի տարիքս առնում եմ, ինձ համար Քրիստոսի հետ լինելը ավելի քաղցր դառնում է, երբ 20-ոցների մեջ էի, 30-ոցների մեջ էի, այդպես չէի մտածում, Հիմա այստեղ գան չամուսնացածներ տակավին։ Ես անույնը մտածում եմ, պետք է ամուսնանամ առաջ, պետք է ընտանիք կազմեմ, պետք է երեխաներ ունենամ, այս այն։ Հիմա որ դերը տված է այդ բաները նրա շնորհիվ, չեմ ասում, որ դակավին չեմ ցանկանում, որ երեխաներս ամուսնանան, թոռներ ունենան եւ այո, բայց Քրիստոսի հետ լինել ավելի քաղցր դառնում է օրեօր։ Իր այդ հասկացությունը, որ իր ներկայությունը իմ մեջս է, ավելի ուրախություն է ինձ տալիս։ Եվ ուսով եմ, որ քեզ համար նույնը անում է։ Թիվ 4, նայեցեք 11 համարի առաջին մասը։ Սուրբ Ծնունդը Հիսուսին երկրբակելու մասին է։ Սուրբ Ծնունդը Հիսուսին երկրբակելու մասին է։ Երբ դու մտան, աղավասիկ, մսուր չէ ախորում։ Երբ դու մտան, նրանք արդեն անձնական տան մեջ են, դեսան երեխային իր մոտ Մարիամի հետ եւ գետին ընկնելով երկրբակեցին նրան։ Գետին ընկնելով երկրբակեցին նրան։ Տեսնում եք։ Նրանց բոլոր երազը, նպատակը, նա էր, որ արևելքից անգամ կիլոմետրեր գալով, ինչ անեն, երկրբակեն նրան։ Այս երեխան ինչ հասկանում է, այնադեն սոցցանց չկա, Instagram չկա, Facebook չկա, YouTube չկա, ով պիտի տեսնա նրանց արարքը, միը Մարիամ և Ովսեփը պիտի իմանան, կարևոր չի, Ազոխոսքը արդեն բաբանած է Սուրբ Ոգու ներշնչումով այդ իրադարձությունը, որ նրանք երկրբակեցին Քրիստոսի, երբ տեսան այդ մանուկը։ Սուրբ Ծնունդը Հիսուսին երկրբակելու մասին է։ Եվ մենք գիտենք սիրելիներ, օրը ամեն մարդ պիտի ձունկ կրտնի։
Քրիստոսի։ Ինչ որ ասում է Ֆիլիպպեցիների 2:11-ում, որբեսի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների եւ երկրի տակ եղողների ամեն ձուկ, առանց բացառության, սատանանը չար վշտակները մեջ լինելով եւ ամեն լեզու խոստովանի, ես ու դու էլ նմանապես ամեն լեզու խոստովանի, որ Հիսուսը Քրիստոսն է, ինքը Տեր է, որ Աստծո փառքի համար։ Ուրեմն այս հնարավորությունը բաց մի թողնիր այս տոնակատարություններու ընթացքում։ Սուրբ Ծնունդը Հիսուսը երկրպագելու մասին է։ Երկրպագության այդ հոգով մոդիկացիր նրան։ Ասա ով Տեր, ես ուրախ եմ, շնորհակալ եմ, քո ներկայությունը ունեմ, եւ որով քո ներկայությունը ունեմ, երկրպագում եմ քեզ։ Քո ծևերով։ Դու ուզում ես, այո, այսինքն ֆիզիկապես նրա առաջ այդ հասկացողությամբ աղոթքով նրա առաջ եկուր Աստծո խոսքը գարտա հիշիր անգամ եւս թե Հիսուս ինչու համար աշխարհ եկավ աղոթքով երկրպագիր նրա առջև ասելով ով Տեր շնորհակալ եմ մենք չենք հասկանում Դագավին ինչ ասել է որ հավիտենական կյանք ունենք չենք հասկանում Դագավին բավարար ձևով երբ որ օրը երկինք հասնենք Տիրոջ շնորհով այնադեն ավելի կհասկանանք այնադեն ավելի կանդրադառնանք թե ինչ ասել է որ մենք հավիտենական կյանք ունենք բայց այդ հավիտենական կյանքը մեզ շնորհվեց ի շնորհիվ Քրիստոսի իր մարմնացման սկսյալ այնտեղից բամությունը կա որ Սան Ֆրանցիսկոյում պատահած է տարիներ առաջ ուրեմն կենտրոնում այդտեղ եկեղեցի մգար սա Քրիսմասի այսինքն ծննդյան օրի հաջորդ օրն էր եւ ասում է բամությունը որ եւ Սան Ֆրանցիսկոն ինչպես գիտենք Հայաստանի նման ցուրտ չէ, ավելի բարեխառն է եւ հովիվը այսպես եկեղեցվո դուրս կանգնած էր եւ խոդերի վրա այդ տարածքում եկեղեցվո առաջ նայում էր այդ մսուրը, Հովսեփը, Մարիամը, ամեն ինչը իր տեղում է, բացի Հիսուս մանուկը չկա։ Մի քիչ հետ կնայեց, որ մի մանուկը երեխամը, ուրեմն գարմիր վագոնով ինքը ֆռում է այդ թաղամասում եւ Հիսուս մանուկի այդ կերպարը նրա հետ է։ Եվ հովիվը քաղցր գերբով մոդիկացավ երեխուն եւ հարցրեց, ասինքն այս կերպարը ուրքից ունեցար եւ մանուկը ճշմարտությամբ պատասխանեց, ասեց ես աստեղից վերցրեցի։ Եվ հովիվը հարցրեց, ինչու վերցրեցիր այդ Հիսուսի կերպարը, ասեց հետեւյալ նպատակավ էր, հետեւյալ պատճառավ էր, որ ես աղոթում էի նրա Հիսուս մանուկին, որ ինձ կարմիր վագոն դա այս Քրիսմասում։ Եվ եթե ստացվի այդպես, ես իրեն իմ հետս կվերցնեմ եւ իրեն ֆրացնել կդամ այդ թաղամասում։ Շարին կպատմեմ։ Երեխան ճշմարտությունը պատմում է, ազնիվ կերպով, անգերց կերպով, ուրեմն տեսնում ենք ինչպես որ ինք ոնց որ ֆեր դիլ ուներ, արդար կորձարք ունեցավ։ Այդ մանուկի հետ, այդ գերբարի հետ, Հիսուսի գերբարի հետ։ Ինք հավատաց, որ Հիսուս կարող էր իր աղոթները պատասխանի։ Եվ ինք իր բաժինը բահեց։ Ինչ որ խոստացավ, բահեց։ Ուրեմն հետևյալը հարցը մեզ համար է։ Մենք ինչ խոստանում ենք կամ կխոստանանք, պիտի խոստանանք Դագավին մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսի։ Այս ատեն։ Ինչ կարող ենք խոստանալ նրան։ Ինչ կարող ենք ասել նրան։ Այս խորհուրդը մեր վերջին ճշմարտության տանում է թիվ 5 Սուրբ Ծնունդը մեզանից ավելի նվիրելու տալու մասին է Տիրոջ ինչպես այս երեխան արեց ինք տվեց մի բան Տիրոջը ասեց դու ինձ տվեցիր ես ալ քեզ տալիս եմ դու ինձ տվեցիր կյանք ով դե ես ալ քեզ ինչ կարող անել որ քեզ ուրախացնեմ այդ բարձ հասկացողությամբ այդ մանկական բայց ճշմարիտ սուրբ կրային հասկացողությամբ եւ դու մտան դեսան երեխային իր մոր Մարիամի հետ եւ գետին ընկնելով երկրպագեցին նրան եւ բացեցին իրենց գանձերը նրան ընձաներ մատուցեցին ոսկի գնդրուկ եւ զմուրս ինչպես ասեցինք այստեղ տեսնում ենք որ այս երեք նվերները նրանք տալիս են Քրիստոսի եւ նրա ընտանիքին Ոմանք կարծում են, որ այս նվերները հետաքան նշանակություն են ունեցել, անդրադառնալով այս երեխայի կյանքի բնավորությանը։ Ոմանք ասում են, որ ոսկին կարող է ներկայացնել նրա աստվածությունը կամ մաքրությունը։ Խունգը նրա կյանքի բուրմունքը, իսկ զմուրսը նրա զոհաբերությունը եւ մահը։ Մենք գիտենք, որ
զմուրսը օգտագործվում էր մեռած մարմնի զմրսման համար։ Եվ այս նվերները ակնհայտորեն այն միջոցն էին, որով Ովսեփը կարողացավ նրանցով դանել իր ընտանիքին Եգիպտոս եւ այնտեղ բայեց նրանց մինչեւ որ Հերովդես մահացավ։ Ինչ որ կարդում ենք Մատթեոսի 2:13-15 համարներում եւ նրանք երազում Հերովդեսի մոտ չվերադառնալու հրաման ստանալով ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։ Ուրեմն Սուրբ Ծնունդը մեզանից ավելի նվիրելու, ավելի դալու մասին է Հիսուսին։ Եվ բարձ կիրառական հարց է էլի։ Ինչ ուտորում ես նվիրել տալ Քրիստոսի այս ծնունդի համար, այս ծնունդի ընթացքում, այս ծնունդի վերաբերյալ։ Հիմա մենք սովորաբար մտածում ենք, որ ամանորի առումով ինչ որոշումներ առնենք, չէ՞։ Օքալ դարի ես պիտի շատ չուդեմ, մի քիչ պիտի ռեժիմ անեմ, ավելի պիտի լղարվեմ, ավելի այս, ավելի այն։ Լավ է, լավ գաղափար է, բայց Հիսուսի նկատմամբ ինչ պետք է անենք, չէ՞։ Լավ կլինի քոնե մի բան աղոթքով հավելացնես քո կյանքում, ես ալ նույնը, որովհետև այս տարի ես իմ որոշումս է, որ քեզ ավելի նվիրվին, իմ նվերս ինչ է Հիսուսի, ոչ թե դերը նվեր պետք ունի մեզանից, ոչ մի բան։ Այո, մեր սրտերը մենք ասում ենք երբեմն, մեր սրտերը կարան նրան ավելի տալ եւ այլն, սա մեր նվերն, այո, այդպես պետք է անենք, բայց դերը բանը պետք չունի մեզանից, բայց միևնույն ինքը այո, սպասում եմ, որ ավելի նվիրվենք նրան։ Ուրեմն ոնց կարանք նվիրվել նրան։ Ոնց կարանք ասել ով Տեր, ես ուզում եմ իմ կյանքս այսպեսի անել քո առաջ, իմ քայլվածքս իբր քրիստոնյա, կարող է ավելի աղոթես, ավելի նվիրվես աղոթքի։ Ինչու աղոթքը հեշտ բան չի անելը։ Մի քանի խոսք, այսպես մրմրալով մեր բերանի, այսինքն տագից սա չի նշանակում, որ աղոթքը է վերջ։ Մենք շատերս այդպես անում ենք։ Եթե այստեղ ձեր բարձրացնենք, քանի հոգի կարա ասել, որ օրական ես 15 րոպե առնվազն աղոթում եմ, ձեր չեմ ուզում։ Զորն է, կարանք այդպես անել։ Գամ ասել, որ ամեն օր պիտի Աստծո խոսքը կարդամ։ Եվ այլն։ Ոնց կարանք մեր անձերից, մեզանից ավելի նվիրել Տիրոջ։ Ուրեմն ասեցինք, որ Սուրբ Ծնունդը ըստ մոգերից մենք սովորում ենք, որ Սուրբ Ծնունդը թիվ 1 Հիսուսին պնդրելու մասին է։ Թիվ 2 Սուրբ Ծնունդը հասկանալու մասին է, թե ով է Հիսուսը ըստ Սուրբ Գրությունների։ Թիվ 3 Սուրբ Ծնունդը Հիսուսի ներկայության համար ուրախանալու մասին է։ Ինք մեզ հետ է, Էմանուել, Աստված մեզ հետ։ Թիվ 4 Սուրբ Ծնունդը Հիսուսին երկրպագելու մասին է։ Եվ թիվ 5 Սուրբ Ծնունդը մեզանից ավելի տալու, ավելի նվիրելու մասին է Հիսուսին։ Սա բարձ ճշմարտություններ են, բարձ ճշմարտություններ են սրանք։ Ինչու որ մենք գիտենք, ինչ պետք է անենք, բայց իմ հույսս է եղբայրները քույրեր ջան, որ անգամ միևս վերհիշելով այս դասերը, ճշմարտությունները այս տեքստից կարողանանք ավելի նվիրվել Տիրոջը, ավելի դալ մեզանից, ավելի ուրախանալ նրանով, ավելի բնդրել նրան, Աստծո խոսքի համաձայն, որպեսզի ինք փառավորվի։ Եվ եթե մեր մեջ կան անհատներ, որոնք տագավին Հիսուսը չեն բնդրած եւ չեն գտած։ Ոնց։ Այսինքն դու հասկանում ես, որ Հիսուս լավն էր, գերակույնն էր, մեր ազգի փրկիչն է, բայց այս բոլորը լավ են, բայց միթե Հիսուս քո փրկիչն է։ Դու կարաս ասել, որ Հիսուս իմ հույսս է հավիտենականության համար, իմ փրկիչս է։ Ես իմ հույսս դրել եմ նրա վրա։ Կարաս ասել սա։ Եթե կարաս ասել, որ այո, ինք իմ փրկիչս է, իմ մեղքերիցս ինձ ներած է։ Դու ունես այդ ուրախությունը, այդ հույսը հավիտենապես։ Եվ այդ հույսը թող միայն քոնը չլինի։ Այս տոնակատարություններում Սուրբ Ծննդյանը արդիվ կիսվիր այդ հույսը ուրիշների հետ, որբեսի ուրիշներն հասկանան Աստծո խոսքի համաձայն, թե ով է Հիսուսը եւ ինչ ինք արեց նրանց համար, որ հավատում են։ Եվ թող Տերը փառավորվի անգամ միևս մեր եկեղեցիներում,
մեր ազգի մեջ նմանավանդ մեր անհատական եւ ընտանեկան կյանքերում աղոթենք։ Տեր Հիսուս, մենք երախտաբարդ ենք, որ դու դվեցիր մեզ ամեն մեկերնիս համար, որ քոնն ենք ամենաթանկագին բարգևը, նվերը, քո կյանքը, քո անձը, բայց այդ բոլորը Տեր սկսեց քո մարմնացումով, եւ դու եկար աշխարհ, մարմնացար, մեզ պես մարդ արարած դարար, որպեսի մեր տեղ ազորենքը կատարելով անմեղ լինելով եւ հետո խաչապայտի վրա մեր մեղքերի համար մեռնելով, որ մենք կարողանանք կյանք ունենալ եւ ավելի կյանք ունենալ, ով Տեր օգնե որ ավելի նվիրվենք քեզ, հասկանալով դե ինչ արեցիր մեզ համար ամեն մեկերնուս որ քոնն ենք եւ ով Տեր օգնիր մեզ որ այս բարի լուրը շարունակենք տարածել մարդկանց, որ նրանք հասկանան դու ով ես ըստ սուրբ գրություններին եւ նրանք այդ ուրախությունը նրանց նա լինի հավատալով քեզ եւ երկրպագեն քեզ եւ նվիրվեն դեպի քեզ ավելիով։ Տեր Հիսուս, այս բոլորը խնդրում ենք միայն հորը փառքի համար քո անունով։ Ամեն։ Ամեն։ Տեր օրհնի եղբորը եւ իր ժողովրդին, որ մենք այս մեկ անգամ լսեցինք եւ Արդյոք մեզանից շատերը իմացան, թե Սուրբ Ծնունդի իրական իմաստը ինչու՞մն է կայանում։ Որ իրոք Սուրբ Ծնունդը յուրաքանչյուրի կյանքում իր գեղեցկությունը եւ իր օրհնությունները բերի։ Եկեք օրհնության աղոթքով նրա ժեշտանք իրար։